Վերջի հարցը 41 համեցեք պարոն Սմբատյան։ Շնորհակալ եմ, հարգելի պարոն փոխվարչապետ, հարգելի գործընկերներ, ձեր քննարկմանն եմ ներկայացնում Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին օրենքի նախագիծը։ Նախագիծը մշակվել է աշխատանքային հարաբերություններում երեխա ունեցող աշխատողների սոցիալական պաշտպանության կարգավորումներ ներդնելու նպատակով։ Նախագծով առաջարկվում է սահմանել ծնողական ժամ հասկացությունը։ Մասնավորապես նախատեսվում է սահմանել, որ խնամքին մինչև 12 տարեկան երեխա ունեցող, ինչպես նաև մինչև 18 տարեկան հաշմանդամության խորը կամ ծանր սահմանափակումով երեխա ունեցող ծնողը, այդ թվում խնամատար ծնողը, որդեգրողը կամ խնամակալը, իրավունք կունենան օգտվելու ծնողական ժամից, այն է բացակայել աշխատանքից աշխատավարձի պահպանմամբ, ընդ որում մինչև 2 երեխա ունեցող ծնողին ծնողական ժամը տրամադրվելու է օրական առավելագույնը 30 րոպե տևողությամբ, 3 եւ ավելի երեխա ունեցող ծնողին օրական առավելագույնը 1 ժամ տևողությամբ, իսկ մինչև 18 տարեկան հաշմանդամության խորը կամ ծանր սահմանափակումով երեխա ունեցող ծնողին օրական առավելագույնը 1 ժամ անկախ երեխաների թվից։ Առաջարկվող կարգավորումները միտված են աշխատողների սոցիալական պաշտպանության բարձրացմանը, աշխատանքի եւ ընտանեկան կյանքի համատեղման հնարավորությունների ընդլայնմանը։ Հարգելի գործընկերներ, խնդրում եմ հաստատել։ Շնորհակալություն պարոն Սմբատյան, բայց սա դեռ պիտի գնա ազգային ժողով, չէ՞, դուրս չգանք ու գնանք երեխեքին պահելու։ Միանշանակ։ Տարածվում է եւ պետական եւ մասնավոր, որևէ սելեկցիա չկա։ Այո, պարոն փոխվարչապետ, տարածվում է եւ պետական եւ մասնավոր հատվածների վրա։ Շատ լավ։ Համեցեք պարոն Պապյան։ Իսկ կուտակել հետո օգտագործելու հնարավորություն կա, այսինքն եթե 3 երեխա ունի, ենթադրվում է, որ օրը կարա մի ժամ շուտ գնա գործից տուն, ասենք 5 օր կուտակի, մի օր 5 ժամ շուտ գնա։ Կամ չկա։ Այլա մոդելավորել ամսվա վրա։ Շնորհակալ եմ պարոն Պապոյան հարցի համար, բայց ոչ կուտակային մեխանիզմ նախատեսված չէ։ Համեցեք պարոն Գևորգյան։ Հիշեցնեմ եւ սա վերաբերում է այդ 2 ծնողին էլ հավասարապես։ Դրա համար հարցը տալիս եմ, էլի։ Պարոն Սմբատյան, իհարկե նախաձեռնությունը ողջունելի է, բայց նայեք, մենք մասնավորին ասում ենք, եթե դու ծնող աշխատող ունենաս, որի երեխան հաշմանդամ է, քեզ 1 ժամ հնարավորություն կտանք, բայց մասնավորին մենք ինչ-որ մի ձև խթանում ենք այդ ծնողին աշխատանքի ներգրավելու, որովհետև ինքը այսօր աշխատաշուկան էլ է շատ մրցակցային դարձել եւ իր համար կարող ավելի ձեռնտու լինի ինքը ընտրի աշխատող, որի երեխան հաշմանդամ չի, որ այդ մի ժամը չթողի իր հաշվին գնա, հələ պետությունը հոգ կտանի, իսկ մասնավորը Շնորհակալ եմ դիտարկման համար, պարոն Գևորգյան, երբ որ գնանք ԱԺ-լսումների փուլ, ձեր դիտարկումը հաշվի կառնենք, քանի որ այս պահին նման կարգավորում չունենք։ Ունենք կարգավորում հենց հաշմանդամ աշխատողների մասով, որը նախատեսված է Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով եւ վերաբերվում է իրենց եկամտային հարկի ավելի մեծ համամասնությամբ ծախսագրմանը, բայց հաշմանդամ երեխա ունեցողների մասով տվյալ պահին չունենք, շնորհակալ եմ։ Իմ կարծիքով, երբ որ մենք այնուամենայնիվ թվայնացնենք մեր աշխատանքային կոնտրակտները ու միշտ մարանում վարենք, ես կարծում եմ այս դրույթի տրամաբանության ներքո կարելի է իր բազմաթիվ լավարկումներ անել։ Եվ անկեղծ ասեմ, այդ թվում մենք տենց մի քիչ հումորային էր, բայց այդ թվում կուտակային, այդ թվում իր կուտակելու եւ վերաբաշխելու, ծնողների միջև բաշխելու, որպեսզի շահառուներին ավելի հարմար լինի։ Մենք քննարկել ենք դա կոմիտեի ժամանակ, ուղղակի քանի որ մենք դեռ այդ թվայնացման խնդիրը չհաղթահարեցինք, ցավոք սրտի, բայց վստահ եմ, որ շուտով կանենք, շատ դժվար է այդ վերաբաշխումները գործատուների եւ աշխատակիցների միջև միշտ մարանում հավաքել եւ իրականացնել։ Եվ կարծում եմ, որ մենք այս հարցին դեռ կանրադառնանք, բայց արդեն կանրադառնանք այն ժամանակ, երբ որ ունենանք այդ պլատֆորմը, որտեղ արտացոլված լինեն բոլոր աշխատանքային պայմանագրերը։ Պարոն փոխվարչապետ, ձեր թույլտվությամբ հավելյալ նշեմ, որ այդ կուտակային տրամաբանությամբ մենք ունենք աշխատանքային օրենսգրքում մեկ այլ հոդված, որը որ նախատեսում է միջև 2 տարեկան երեխա ունեցող, բայց խնամքից վերադարձած մայրերին եւս 1 ժամ թույլատրում են, որ ավելի պակաս աշխատեն։
Այստեղ այդ կൂտակային տրամաբանությունը երկու հոդվածների իմաստով աշխատել է, օրինակ, եթե օրինակի վրա ներկայացնեմ, եթե տվյալ կինը ունենա երրորդ երեխան, որը լինի մինչև 2 տարեկան, բայց որոշում կայացնի վերադառնա աշխատանքի, ինքը ընդհանուր մինչև 2 ժամ ամեն օր կարող է բացակայել աշխատանքից։ Դա եմ ասում, հիմա այդ ամբողջ այդ կալկուլյացիաները շատ հեշտ կլինի ու շատ արդյունավետ կլինի ու շատ ավելի մատչելի կլինի, երբ որ մենք անցնենք թվային կոնտրակտների, որը հնարավորություն կտա ավելի լավ տնօրինելու տիրապետել այս իրավունքները, որը դուք այսօր առաջարկում եք, որ մենք ընդունենք, այլ հարցեր կան, հարգելի գործընկերներ։ Չկան, առաջարկում եմ ընդունել որոշումը, ովքեր են դեմ չկա, որոշումը ընդունվեց,